Պատվարժան դատարան իհարկե անակնկալ չէր դատախազների այս միջնորդությունը, բնականաբար այս միջնորդության քննությունից էլ մեծ անկնկալիքներ չունենք, հաշվի առնելով թե դատարանում, թե նաև հետո զանգվածային լրատվության միջոցներով Բագրատ Սրբազանի Մեկ վարքեն էլ է, լավություն, խաղնեք ոտքի հատուկ։ Դուք չես դում ու խանգարում եք։ Ուրեմն ձեր խոսակցությունը այստեղ լսվում է։ Մի խանգարեք, լսեք լվեք։ Շարունակեք։ Հաշվի առնելով Բագրատ Սրբազանի այն դիրքորոշումը, որ իր համար այլընտրանքային խափանման միջոցները ընդունելի չեն եւ այս պարագայում մեծ լույսեր ունենալ չենք էլ կարող, բայց բնականաբար չենք էլ կարող շրջանցել եւ հերթական անգամ չանդրադառնալ այս գործի հաստական հիմքերի, մեղադրանքի էության եւ խափանման միջոցների հիմքերի իսպառ բացակայությանը։ Նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ մի հանգամանք, որի մասին նախորդիվ չեմ խոսել։ Իհարկե նախորդիվ խոսել ենք, թե հետապնդումը ինչով է համարվում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված այլ նպատակներով, մասնավորապես քաղաքական նպատակներով կատարվող հետապնդում, որովհետև սա պատասխանն է իշխանությունների այն զանգվածային խաղաղ հավաքների, որոնք սկիզբ են առել 2024 թվականին Տավուշը հանուն հայրենիքի շարժման ժամանակ եւ արժանացել են այսինքն ի պատասխան խաղաղ հավաքները արժանացել են ոստիկանական բռնություններին, որի վերաբերյալ նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները տվել են իրենց գնահատականը։ Հասկանալով, որ սա ըստ էության ընդդիմադիր դաշտի ամենաներառական եւ ամենամեծ պոտենցիալն ունեցող շարժումն է եղել, իշխանությունների մոտիվները այդպես են բացատրվում, թե ինչու են հենց շարժման ամենաթեժ ժամանակահատվածում սկսել առհասարակ կանխալսվել Բագրատ Սրբազանի կեցավայրը եւ նրա հետ նրա աջակիցները առհասարակ։ Ինչպես նաև տեսանք, որ զարմանալի չէր, որ այդ խաղաղ հավաքների ընթացքում այն ժամանակ հատկապես, երբ որ ռեալ անհիմն բռնի ուժ կիրառելու պայմաններում կարող էր եւ դրամաբանական էլ կլներ բռնություն գործադրել, այդ բռնությունը չի գործադրվել, բայց այդ ժամանակահատվածում չգիտեմ որտեղից եւ դատախազությունն էլ չներկայացրեց այն օպերատիվ տվյալը, որի հիման վրա ըստ էության սկսվել են այս կանխալսումները եւ առհասարակ այս գործի նախապատրաստությունը։ Մի կարևոր հետաքրքիր հանգամանքի վրա եմ ուզում դատարանի ուշադրությունը հրավիրել, որի վերաբերյալ ավելի մանրամասն կխոսեմ բացման խոսքի ընթացքում։ Մենք այս ժամանակներում առավել կենտրոնացած էինք այս ահաբեկչության մեղադրանքի վրա, մի կողմ թողելով կամ ստվերելով այս իշխանությունը զավթելու մեղադրանքը, բայց որը մեր քրեական օրենսգրքով պակաս ծանր հանցագործություն չէ։ Ուզում եմ դատարանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ թեև մեղադրական եզրակացությունում քրեական վարույթը նախաձեռնելու առիթը եւ հիմքը վերտարության հատվածում կան կոնկրետ գործողություններ, որոնք ենթադրաբար, այսինքն այս ժամանակ վարույթն իրականացնող մարմինը ենթադրել է, որ Սրբազան պայքարի մասնակիցները արել են, մասնավորապես այն գործողությունները, որոնք վերաբերում են իշխանությունը զավթելուն, այսինքն այն բռնի գործողությունները, որոնք ուղղված էին հենց իշխանության մարմինների նկատմամբ, ինչպես օրինակ բռնությամբ զոհգործված հարձակում կատարել պետական շենքեր ներխուժել, ըստ անհրաժեշտության տարբեր պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրել, նրանց առևանգել, հարկ եղած դեպքում արդարացնելու համար զոհերին որպես պետական դավաճան ներկայացնելու կեղծ գաղափարական թեզեր տարածելու եւ այլն, այսինքն այս գործողությունները պետական շենքեր գրավել եւ այլն, եթե լինեին մեղադրանքում այն ինչը որ քիչ առաջ կարդացին հանրային մեղադրողները, ապա գոնե ձևականորեն, գոնե իրավաբանորեն կարող էինք համարել, որ այո, այստեղ կա նաեւ իշխանությունը զավթելու մեղսագրում։ Բայց հետագայում արդեն բացման խոսքի ընթացքում ավելի մանրամասն կասենք, թե ինչ է իրենց ներկայացնում ահաբեկչությունը եւ ինչ է նշանակում իշխանության զավթումը, պետք է ասենք, որ ըստ էության
մեղադրողների ընթերցած մեղադրական եզրակացությունը չէր պարունակում որևէ ձևակերպում, օբյեկտիվ կողմի որևէ ձևակերպում, որը կվկայեր իշխանությունը զավթելու նախապատրաստության մասին։ Սա որպես այդպիսին, այսինքն այդ հսկայական մեղադրանքների ծավալի գոնե կեսը առնվազն այս մեղադրանքով առհասարակ նույնիսկ ձևակերպված չէ, բացի իրավական որակումը տալուց։ Անդրադառնալով խափանման միջոցի հիմքերի հարցին, դե բնականաբար հիմնավոր կասկածը, ինչպես արդեն դատաքննությամբ թույլում ենք ավելորդ եմ համարում այս հարցը բարձրաձայնելը հիմքերի մասով։ Ես լավ հիշում եմ, որ նախկինում, երբ որ քննում էինք այս խափանման միջոցի հարցերը, նաև մի փաստարկ էր բերվում, որ մենք գտնվում ենք նախնական դատալսումների փուլում եւ այդ փուլը իր գոյությամբ ազդում է այդ հիմքերի ծանրակշռությանը։ Հիմա մենք այդ փուլում չենք գտնվում, այս ուղղակի արձանագրեմ, չգիտեմ ինչքանով լինի, հիմա գտնվում ենք այլևս հիմնական դատալսումների փուլում։ Եվ ինչ վերաբերում է այն մյուս հիմքերին, որոնք որ հանրային մեղադրողները միջնորդեցին, այսինքն նոր հանցանք կատարելու հիմքը եւ պարտականությունները չկատարելու հիմքերը, այդ հիմքերը առնվազն նոր հանցանք կատարելու հիմքը այս պարագայում առկա չէր, այսինքն դատարանների կողմից հավաստված չի համարել։ Դատարանի կողմից հիմա գոյություն ունեցող միակ հիմքը ըստ էության վարույթին խոչընդոտելու ռիսկն է, որի վերաբերյալ բազմիցս ասել ենք, որ չկա այս գործում որևէ ապացույց, որին իմաստ ունի կամ օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր է խոչընդոտել, այսինքն ոչ մեղադրական բնույթի վկաների հնարավոր կամ նպատակահարմար որևէ ուղղորդում կատարելը, ոչ էլ առավել եւս այդ ձայնագրություններին է հնարավոր միջամտել կամ իրեղեն ապացույցների։ Թերևս այս է դիրքորոշումս, գործընկերներս կլրացնեն, բայց ասենք, որ ես ասում ենք ուղղակի, որպեսզի հերթական անգամ արձանագրվի այս միջնորդության քննությունից, տենց մեծ ակնկալիքներ չունենք։ Շնորհակալություն։